Հարգելի բարեկամներ, բայց չասեցիք, մերոնք մտան Բաքու, Բաքու Հերնեմանիձել, այո, մտել են Բաքու, ասում է։ 2-3 ժամ առաջ հայկական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, անցել են Հայաստան-Ադրբեջան գծանշված սահմանով եւ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցել խաղաղության խաչմերուկ, ոնց էր կոչվում դա, մի րոպե անունը ասեմ, հանգարց չասեն, ստից բաներ ասեց, մի հատ ոնց էր կոչվում մեր այդ այցելությունն խաղաղության կամուրջ, խաչմերուկ չի, կամուրջ, Bridge of Peace, խաղաղության կամուրջը կայացավ, ոնց ասած 30 հոգի են գնացել, բավական, մի քանիսին ճանաչում եմ, մի հոգու էլ 3 խանութում տեսա, մի բառ չասեց գնում, տեսա դուրը դրան, բայց օքեյ, բարի ճանապարհ, թող գնան, եւ սա շատ հակասական բաներ առաջացնում մարդկանց մոտ, ես կուզեմ ձեր կարծիքը լսեմ, հարգելի ռադիոլսողներ ջան։ Այսօր ուրբաթ է, այսօր հնարավորինս ազատ ձևաչափով ենք զրուցում, անկեղծ ասեմ, տեղ չեմ շտապում, կարող ենք զրուցել ինչքան որ թեման շարունակվի, իրոք կցանկանամ լսել ձեր կարծիքը։ Եթե ունեք դիրքորոշում, ես գնալ գալու հետ կապված, պիտի գնան, չպիտի գնան, վայ ինչի գնացին, վայ ինչի եկան, նրանք ինչի եկան, մերոնք ինչի գնացին, զանգարեք 747 447 34 44 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարը, միասին զրուցենք, շփվենք։ Հիմա ես կասեմ իմ կարծիքը, հետո դուք էլ կարող եք միանալ ձեր կարծիքով, մեծ սիրով կլսեմ։ Ընդհանրապես տասնամյակներ շարունակվող այս լարվածությունը, որը փորձում ենք թոթափել, Հարավային Կովկասում բացում է կարծես թե նոր էջ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված երկխոսության այս փորձերը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների փող այցելություններ ինչ որ հույսի դուռ են բացում եւ փոխըմբռնման մակարդակն են բարձրացնում, ասում են։ Այս գործընթացը միայն քաղաքական եւ դիվանագիտական process չէ, այստեղ ակտիվ ներգրաված են քաղ հասարակության ներկայացուցիչները, մեդիայի գործիչներ, հեսա բլոգերներին էլ հերթը հասնելու կտեսնեք։ Ես ամիս ու կես առաջ իմացա, որ գնալու են, անկեղծ ասեմ, ես էլ եմ ոնց է կոչվում, ցանկություն հայտնել ներկա գտնվելու եւ ինձ շատ մոտ կանգնած Բարձրասիչյան անձնավորություն ասես գործ չունես, լսեցի իր խորհուրդը, ասեցին դու պոտենցիալ շպիոն ես։ Ասում եմ ես ինչի եմ շպիոն, ասում եք կենսագրական դա հետաքրքիր է շատ։ Ծնվել ես Ռուսաստանում, ապրում ես Հայաստանում, Ամերիկայի քաղաքացի ես, Ռուսաստանի ծնունդ լինելով հանդերձ Միացյալ Նահանգներում երկար տարիներ ապրել ես, հիմա ոչ թե հակառուսական, այլ արևմտամետ հայացներ ես ներկայացնում եւ այլն գործ չունես վիճակը բանը ասի լավ օքեյ շարից փորձանքից հեռու ինձ 1000 տարի պետք չի բայց ես իհարկե խաղաղության կողմնակիցն եմ եւ որևէ կերպ ինձ իրավունք չեմ վերապահի այս հարցում այլ միտք արտահայտեմ որովհետեւ ամեն մարդ պիտի հասկանա հետեւյալը եթե խաղաղություն չի ուրեմն ինչա ուրեմն պատերազմ մի հատ էլի ծանոթ ունեմ ոչ բարով ասում է դա թուլամորթության նշան է Ու գիտես ինչն է հետաքրքիր այդ ոչ բարով ծանոթի, որտեղ ոչ ամուսնացածը, ոչ երեխեք ունի, ոչ աղբեր ունի, ոչ բանակի տարիքում է ինքը, ոչ էլ իր մերձավորներից մեկն է բանակի տարիքում, դրա համար ինքը մուշուվան մտնող է, օրը 2 անգամ մուշ է մտնում, 3 անցկես վան է մտնում, հետո ադանա է գնում, մի խոսքով sense խառը տիպ է։ Ես փորձում եմ լինել հնարավորինս իրատես եւ այո, ես խաղաղության կողմնակիցն եմ եւ խաղաղության ջատագովն եմ մանավանդ այս իրավիճակում ինչ որ ձևավորվել է Հայաստանում։ Ուրեմն 2026 թվականի սկզբին ասեմ որ բանա լինում այդ հանդիպումների շարք եւ այլն եւ այսօր երկօրյա խաղաղության կամուրջ նախաձեռնություն է տեղի ունենում Ադրբեջանում Երկու երկրների փորձագիտական, հասարակական եւ մեդիա դաշտի ներկայացուցիչները պիտի հանդիպեն, հայկական պատվիրակությունը Ադրբեջանը ժամանել ցամաքային սահմանով, պաշտոնապես սահմանագծված հատվածում,
Հանդիպան օրակարգում խաղաղության գործընթացի ներկայվիճակն է, վստահության մակարդակի բարձրացման ուղղված քայլերը եւ ոչ միայն։ Հիշեցենք, որ Հայաստանում էլ փետրվարի 13-ին 14-ին նմանատիպ բան տեղի ունեցավ, եկել էին Ադրբեջանի ներկայացուցիչները նույն ձևով էլի սահման հատելով, էլի passport control անցնելով եւ այլն եւ այլն, դրանք Մանեկան Թումանյան փողոցով էին նրանց մանտվել, մատենադարան էին տարել, նե խոսքով sense հանդիպումների շարք էր եղել։ Այս ամենի ֆոնին պետք է խոստովանենք, որ խաղաղության ճանապարհին կան նաեւ ուժեր, մանավանդ այստեղ Հայաստանում, ովքեր դեմ են խաղաղությանը եւ իրենց ամբողջ քաղաքական վեկտորը կառուցում են թշնամանքի եւ պատերազմի շարունակության տրամաբանությամբ։ Դե այդ իրանց իրավունքն է, բան չունեմ ասելու, բայց երբ որ այդ պայքարը եւ այդ ցասումը, որ կար, չամրագրվեց, մենք այս թեմայից խոսել ենք, ես զզվում եմ այս թեմայից եթե անկեղծ, բայց պետք է ստիպված որ եկանք ասանք, պետք է ասեմ, երբ որ այդ ամբողջ պայքարի ընթացքում մի խումբ մարդիկ, վատ մարդիկ հաստատ, դարձան միլիոնատեր, իրանց երեխեքը դոլարային միլիոնատեր, ջպերով ֆրֆռում են քաղաքում, հանդիպումներ են անում ինչ որ եւ այլն, բայց փոխարենը այդ պայքարի զոհ դարձան շարքային քաղաքացիները եւ Եռաբլուրը նոր, հա, աստորեն աճուներ ունեցավ, մեծացավ Եռաբլուրը, ոնց կարա մարդ խաղաղության դեմ միտք արտահայտի։ Ես sense էի պատկերացնում, իհարկե պատկերացումը շատ հարաբերական բան է, բայց ես պատկերացնում եմ այդպես ոնց է հաղթանակը, ոնց է լինում։ Ով որ հաղթում ասում այս իմնա ու վերջ, դիմացինին, կոկորտին խեղտելով, էսեք ստորագրես, էսեք անես, սենց կանես, նենց կանես, նենց կանես, նոր կխոսամ քո հետ, չէ, էս էլա իմը, են էլա իմը, են էլա իմը։ Մենք հավասարի այսպես կոչված հաղթանակից հետո գնացինք բանակցության։ Ու այդ մարդիկ այսօր հաղթանակած են իրանց անվանում, չգիտեմ ինչա կանեն, հա, ինչ ուզում են թող անվանակոչեն, հա, այդ իրանց իրավունքն է, բայց ընդհանուր առմամբ, sense որ ես նայում եմ այս process-ի մեջով, որ 30 տարի մեր ժողովուրդը անցավ, դա մի քանի մարդկանց ֆինանսական բարեկեցության համար տեղի ունեցավ ու ոչ մի ուրիշ բան։ Ոչ մի ուրիշ բան չտվեց մեր ժողովրդին այս ամբողջ պայքարը։ Տառապանք, զրկանքներ, ինչ լինում էր ասում էր դե որովհետև, բայց այդ դե որովհետև իրանց վրա չէր ազդում։ Ցոփ ու շվայտ ապրում են ու ապրելու են երկար տարիներ, միլիարդներ ունեցան, ամեն ինչներ ունեցան, կապերը ստեղծեցին, ինչ եղավ շարքային ժողովրդին եղավ, զավակ ու հայր ու եղբայր կորցրեցին, Եռաբլուրը ասեցի ինչ վիճակում սաղը թե գիտեք եւ այլն, էտա։ Հիմա էլի պայքար են ուզում։ Այդ պայքար մինչև վերջը քանդեց այս ժողովրդի տունը։ Գրքից մեջ գրել եմ. մենք մնացել ենք մեր մաքսիմալիզմի ավերակների տակ։ Այդ ոչ մի թիզականները, մենք մնացել ենք մեր մաքսիմալիզմի ավերակների տակ։ Ջարդ ու փշուր են արել մեր մաքսիմալիզմը, տենց է լինելու էր։ Տենց է լինում է, որովհետև մի ժողովուրդ, ով որ սեփական երկիրը չի կարողանում կառուցել եւ մի նոր երկիր է կառուցում, անուն դնում է երկրորդ հանրապետություն, սովորաբար կորցնում է եւ մեկը եւ երկրորդը։ Բայց քանի որ երևի Աստված կա ու մեր կողմից է, մենք կարողացանք պահպանել մեր էությունն ու գոյությունը։ Հնարավոր չէ, այն ինչի մեջով մենք անցանք, մենք չենք կարող ակի մնայինք։ Ինչ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ, ինչ աստվածային, ինչ որ բան ֆենոմենալ բանի մեջով էլի անցավ մեր ժողովուրդը ու չընկրկեց։ Այս շատ կարևոր մի հատ դիտարկում է, որ ինքը որպես ժողովուրդ, ով որ քննադատում ենք 1000 բան ենք ասում, էս ենք անում, վերջի րոպեին կարողացավ հասկանալ ինչ է կատարվում ու ճիշտ որոշում կայացրեց։ Այնպես որ ես այստեղ Մահատմա Գանդիի մի հատ խոսք եմ առանձնացրել, որը այսօր տեղին է, ասում է, եթե աչքի դիմաց աչքը հանես, ամբողջ աշխարհում կույր կլինեն։ Այսինքն, եթե
շարունակվի այս process-ը, մանավանդ որ գիտես, որ դիմացին են հաստատ աչքանող է, պոտենցիալ դու ես կուրանալու ու աչքը աչքի դիմաց ամբողջ աշխարհը կույր կդարձնի։ Եվ հենց այդ կուրության մեջ ես վստահ եմ, որ մենք ապրել ենք տասնամյակներ, այս խոսքը շատ խորը կերպով ամփոփում է այն գաղափարը, որ վրեժը չի բերում արդարություն, այլ միայն շարունակում է ցավը։ Այն հատկապես հնչում է այն իրավիճակներում, որտեղ մարդիկ կորուստ են ապրել եւ հիշում են, որքան կարեւոր է դուրս գալ փոխադարձ այս շրջապտույտից, իսկ այն ուժերը, ովքեր համաձայն չեն, կրկին թող գնան եռաբլուր ու թող ծնկեն հերոսների առաջ այն քաջ տղեկի, որոնց հաշվին իրանք դարձան միլիոնատեր կամ միլիարդատեր, իրանց երեխեքը էլ եմ ասում, ջպերով Երևանում պտտվում են ցայսօր եւ նույն բանը ինչը ձախողման բերեց մի ամբողջ ժողովրդի ու ամբողջ պետության, ուզում են որ էլի շարունակվի։ Okay, իրանց իրավունքն է։ Ազատ երկիր, ինչ ուզում եք ասեք, ու ես վստահ եմ շուտով ժողովուրդը, որպես հավաքական կերպար, եւս մեկ անգամ կասի ինքը ինչա մտածում է ամենի շուրջ։ Ես վստահ եմ կասի, որովհետեւ շարքային հայ մարդը տվել այն ամենը, ինչ կտա, այն ամենը, ինչ կարող էր լի բանի ավել։ Ու Լոս Անջելեսում ունեմ էլի ծանոթներ էլ ունեմ, ընկերներ էլ ունեմ, անենց են խոսում, անենց բաներ են ասում եւ այլն, զարմանում ես, ասում ես, արա 5 տարի առաջ, 6 տարի առաջ մենք անցանք այդ ամենի մեջով ու դուք տեսաք ինչի բերեց։ Միայն խաղաղություն, աշխարհի գերտերության հետ միասին։ Հիմա մանավանդ այս Պուտինյան հանդիպումից հետո մենք բաց տեսանք, որ ինչ ուժեր են կանգնած ժողովրդավարության դիմաց։ Բաց Պուտինը Կրեմլում բաց ասեց, որ պիտի այս մարդիկ մասնակցեն ընտրության։ Վերջ։ Ուրիշը չկա։ Երկու ուժը իր բոլոր դրսևորումներով։ Ժողովուրդը թող որոշի։ Ինքը ուզում է այս 260 տարվա փոսի մեջ մնա, շնորհիվ այդ փոսը որն է, այդ փոսի էդի փորած էր այդ փոսը։ Հիմա արդեն հետ են լստում այդ փոսը, դու էլ մեջն ես։ Թե դու ուզում ես դուրս գաս այդ փոսից։ Մտածի։ Շարքային է։ Այստեղ մեզ Երևանից էլ են նայում, ես YouTube-ով բանով նայում են։ Մտածի։ Ամերիկացին էլ այնտեղ ապրում է, բան ինքը իր գլխի ջարը կտենա, երեխեքը համասարան են սովորում, փառք ու պատիվ կապրեն։ Հայաստանցի էստեղ դու մտածի, դու ինչ ես անելու։ Եվ Ռուսաստանից ուղղորդված հայեր դուք մտածեք, որ դուք փորում եք այս երկրի բանը, տակը փորում եք, որ ձեզ ավանտյուրայի մեջ են ներքաշել, դե սպարդում են, լարելու են Ռուսաստանից, չգիտեմ, եթե այդ երկիրն է, դուք բանեք, գործիք եք մարդկանց ձեռքին, ուրեմն դուք հասկացեք, թե դուք ինչ երկրում եք ապրում։ Եթե որևէ մեկին վախացնում են, ասում են, եթե չգնաս SS ուժերի օգտին չընտրես, չքվեարկես, գործից ենք հանելու, բիզնեսը ենք փակելու, նեղելու ենք, էս ենք անելու, են ենք անելու, լարելու ենք երկրից, դե դուք իմացեք ուրեմն ինչ երկրում եք կառուցում ձեր ապագան, ձեր երեխաների ապագան, եւ դուք արդյունքում վտանգելու եք եւ այդ երկիրը, որը վաղ թե ուշ քանդվելու է, դա հնարավոր բան չի, դա քանդվելու է, եւ մենք մեր օրոք դա մենք տեսնելու ենք։ Ես չեմ ցանկանում, բայց տենց է լինելու։ Պատմության ընթացքը տենց է, կայսրությունները քանդվում են, Յուգոսլավիա է լինելու։ Դուք կտեսնեք։ Պատմությունն է մեզ սովորացնում, դա ես Վանգայի թոռը չեմ, Նաստրադամուսը չեմ։ Չի կարող չլինելը տենց։ Մոտ 10-15 տարվա մեջ։ Յուգոսլավիայի պես Խորվաթիա, Սերբիա, Բոսնիա, Հերցեգովինա փրթելու են իրար։ Դուք մանավանդ Հյուսիսային Կովկասը չբացառվում է ուղղակի, որ ռեժիմի անկումից հետո այն 90-ականներին Երանի են տալու կարճ ասած, մենք 90-ականների մեջով ենք անցել, ես այդ թվերի ծնունդ եմ, ընդ ենք ապրել Նովոսիբիրսկում, ես գիտեմ ինչա դա։ Եվ հիմա այդ շարունակվելու է, որովհետև առանց մրցակցության, առանց քաղաքական պարտիաների, ռուսերեն ասում են ռեժիմ զամալչվանիա, հայերեն չգիտեմ, այդ ոնց թարգմանես, լրակյացության, թե լրացման ռեժիմ զամալչվանիան, այսինքն որ ոչ մի չինովնիկ, ոչ մի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար ինքը չի կարա խոսա, չի կարա արտահայտվի,
ինչ ասում են ճիշտ եք, այո, այս վիճակով մեռնում է մրցակցությունը քաղաքական, եւ երբ որ կենտրոնական իշխանությունը մահանում է, տարիքի բերումով կամ ինչ որ մի բան փոխվում է, ամբողջ համակարգը քանդվում է ու գող գողապետությունը վեր է բարձանում։ Այն ամենայն բայևիկներով, մայևիկներով գալիս են իրանց ունեցվածքը պահելու, որովհետև համակարգը, որը տասնամյակներով պահում է ռեժիմը, քանդվում է։ Վերջացավ։ Ու տենց է լինելու, ես իհարկե չեմ ցանկանում, ես էլի եմ ասես, շատ ռուսերենը իմ լեզուն է, Ռուսաստանը իմ ծննդավայրն է, գրականություն այդ ֆանտաստիկ բան է, Չայկովսկին ու Չեխովանի, Ռախմանինովի ու բանի պես կոմպոզիտոր չկա, Շեստակովիչի պես մենք շատ ամուր կապեր կան, այս կան, այն կան եւ այլն, բայց համակարգը, Կրեմլը, քաղաքականությունը, դիվանագիտությունը, սպառնալիքները, այս շուռ տված հայերը, ես ապշում եմ ամեն անգամ, Մարգարիտա Սիմանյանը, այդ Կուրգինյանը, այս Կարեն Շախնազարով, դու Շախնազարով, բանի եթերում են մի հատ անաստված կա, Կարեն Շախնազարովը Մոսֆիլմի ղեկավար մարդ ես էլի, Շախնազարով ազգանունդ, ասում է մենք իրանցի էինք, մեզ հայաֆիկացրեցին։ Ուրեմն մարդը հիմա էլի, ես ռասիստ չեմ, ինձ համար մարդն է կարևոր արժեքը, ես կրոնը տանել չեմ կարում, ազգային բաները չեմ սիրում, մարդ, ու ինձ համար կարևորը մարդ։ Հիմա ուրեմն քո համար ավելի լավ է դու ասես ես իրանցի եմ, քան թե ասես հայ եմ։ Ինչ հետ փոխվեց քո մեջ, պարոն Շախնազարով, что изменилось в вашей жизни, если вы не признаете, что мы иранцы, но нас ոնց էին ասում, արմենիզировали։ Բանի եթերում էր ասում, Սալավյով կոչվածի։ Ինչ հետ փոխվեց, Շախնազարով ջան, ինչ եղավ։ Շախնազարյան, օրա ինչ հնչեղ էլի ազգանունը։ Հպարտ եղեք, մի քիչ վեհ եղեք, մի քիչ բան եղեք, սաղ, այն չեղած հрьяաները ազգուտակի, չգիտեմ ես իմով հрьяայի հետ աչքը կպելա տեղաշորի մեջ, արդեն վերջ, ինքը հрьяա խաղում, բանը անում, որ ինչ որ, ինչքան հայեր եմ ճանաչում, հենց նույն լոսում, ազգանունները փոխում են, որ բանկը կրեդիտը շատ տա, բան տա։ Ամոթ չի։ Ես անգամ որ Citizen էի ուզում, Citizen-ս որ ստացա Ամերիկայի, ուզում էի վերականգնել իմ իսկական մեր հնադարյան ազգանունը, մեր ցեղի Գերդաստանի, մենք Ունուզյան ենք, մնացական հետո է դառը ցեղասպանությունից հետո, մնացական պապի անով, ասացի պատմական արդարությունը վերականգնեմ, նոր կյանք եմ սկսել, ես գիտեք Հայաստանից լքել եմ Հայաստանը, կապ չեմ ուզեցել ունենամ, ես շատ վատ պայմաններով եմ Հայաստանից գնացել ու երբ որ Citizen դառա Ամերիկայի, ասացի նոր կյանք, նոր վերադառնանք պատմական ակունքներին եւ լինեմ Ունուզյան, Ռաֆայել Ունուզյան, ինչպես մեր ապու պապերն են եղել։ Հետո լոյերս ասեց, բայց սաղ դիպլոմներդ, սաղ պետական մրցանակներդ, բոլոր պատվոգրերդ, ինչ որ դու կռել ես, արդեն ես 26, 27, 28 տարեկան էի, էլի։ Այդ ամենը ինչ որ ունես, այդ ամենը զրոյանում է։ Դու պատրաստ ես այդ գինը վճարել։ Այդ վերջոչը համալսարան եմ Ամերիկայում ավարտել, գերազանց դիպլոմներ ունեմ, պետական մրցանակներ ունեմ, ես ունեմ, այն ունեմ։ Պատրաստ ես զրոյացնել դա։ Դա արդեն բնականաբար հնարավոր չէր այդ ամեն ինչ անել ու ստիպված ասի լավ։ Ոնց ստիպված որ նայելի ես հպարտությամբ մեր ավակ պապու ազգանունով մնացականյան են կոչվում, բայց էսա։ Մի քիչ վեհ եղեք, ժողովուրդ ջան, մի քիչ պատիվը բանը այդ շատ կարևոր բան է մեր ժողովրդի, մեր մշակույթի համար։ Ասում եմ, պատիվդ գցես, շունը մոտիկ չի գա, հիմա այդ է։ Ու նայում ես Միշուստինը հայա, անենց է հպարտությամբ են ասում։ Եղբայր, մի քիչ պատմություն էլի կարդացեք, այդ Կիսինջերի գիրքն եմ հիմա կարդում, այդ Կիսինջերը ինչեր արեց Ամերիկայի պետդեպը, բայց ոնց էր գործում տակից հանուն երկրի, հանուն Իսրայելի, Գոլդա Մեյերի հետ հանդիպեց, ինչ կոչեր էր անում, ինչեր էր ասում, զանգեր ունեմ։
Դե լսենք, լավ, զանգերով սկսենք, տեսնենք ովքեր են միացել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռաֆայել ջան, ամբողջությամբ համակարծիք եմ ձեր հետ կապված մեր երկու երկրների մեջ խաղաղության հաստատմանը։ Այդ տարբերակ իմ կարծիքով չի լինելու, այդ տարբերակը պատերազմն է։ Շնամանք չպետք է լինի ու պետք է ընտրենք այս երկու ժողովուրդներին համակեցության ճանապարհը պետք է ընտրվի։ Ուզենք թե չուզենք ապրելու ենք այս տարածաշրջանում, ոչ միտեղ չենք կարելու վեր գնանք ազգովի, ուրեմն պետք է մեր հարևանների հետ բարիդրացիական կապեր հաստատենք։ Եվ ողջունում եմ այն քայլը, որ մերոն գնացել են Ադրբեջան եւ փորձում են այդ խաղաղությունը հաստատել մեր երկրների միջև Արեգ Քոչինյանին մանավանդ, որը միշտ նայում եմ իր հաղորդումները, դիլեմա հաղորդումը, շատ լավ քաղաքական վերլուծություններ է անում եւ նաեւ տեսա, որ այսօր այդ պատվիրակությունն ասեմ, թե խումբ ասեմ, այդ ինքն էլ էր։ Այո, ինքն էլ։ Որ անցան սահման այդ կադրը տեսա։ Ինքն էլ էր, այո։ Ռաֆայել ջան, մի բան եմ ուզում ասեմ, նաեւ նայեք, ես 60-ականների սերունդ եմ։ Մեր սերունդի մեջ կար այս հասկացությունը, Արևմտյան Հայաստան, որ ասում էին մերոն գաղթել են որտեղից, ասում էին Արևմտյան Հայաստանից։ Ու մենք չէինք հասկանում, այդ Արևմտյան Հայաստանը պետություն էր, հայրենիք էր։ Ասում էին Արևմտյան Հայաստան, ու այս վերջերս ես իմ այրիկից հարցնում եմ, ասում եմ, տատիկս նույնպես Արևմտյան Հայաստանից էր, ասում եմ, մայրս ասում է պատահական խոսակցության ժամանակ, որ ահել է տատիկիս անձնագիրը, ուզեցի տեսնեմ, ու նայում եմ անձնագիրը գրված է տատիկիս անուն ազգանունը, ծննդյան թիվը 1890 թվական, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ծննդավայրը Թուրքիա։ Եվ այնտեղ նաև իր մասնագիտությունը կոլխոզուհի, այսինքն սովետական պետությունը այստեղ պրոպագանդում էր մեր մեջ, որ Արևելյան Հայաստան կա, Արևելյան Հայաստան, բայց արդեն հարցը գալիս էր պետական ձևակերպմանը, այսինքն որտեղ է, փաստաթուղթ անձնագրի մեջ ինքը գրել է ծննդավայրը Թուրքիա։ Ու ինձ համար սա հարց առաջացավ մեր Ղարաբաղում, Արցախում ծնված մեր հայրենակիցները սովետական տարիներին, մինչև հետո մենք իմացանք, որ անձնագրերում արդեն չգիտեմ ինչ էր գրվում, ինչ է գրված եղել մինչև 1978 թիվը, ծննդավայրը, այնտեղ քանի որ Ղարաբաղ ինքնավար մարզ էր, որքան գիտենք Ադրբեջանի կազմում, օրինակ այնտեղի ծնվածների համար փաստաթղթում ինչ է գրված եղել։ Ես մի քանի հատ անձնագիր եմ տեսել։ Ինձ համար հետաքրքիր է։ Ես մի քանի անձնագիր եմ տեսել, որի մեջ մի քանի անձնագիր այդ հարցի շուրջ ես էլ եմ մտորել։ Մի քանի փաստացի անձնագիր ես իմ ավակ սերնդի ընկերներից, ովքեր Ղարաբաղցի են կամ Արցախցի են իրենց կոչում, իրանց անձնագրերի մեջ գրած էր Ադրբեջանսկի ՍՍՍＲ, ովքեր ծնվել են Ստեփանակերտում։ Այսինքն պետության անունը գրած է։ Այսինքն հաստատում է այդ տարածքի, այսպես ասեմ, վարչական միավորը, հա, ինքը որ երկրին, որ տարածքն է պատկանում։ Դե հիմա մենք ուզենք թե չուզենք, անգամ մեր պատմությունն էլ է փաստում, որ այդպես էր։ Հիմա մենք կարանք հազար բան քննարկենք, բայց այդպես էր։ Փաստը մնում է փաստ։ Արդար էր, արդար չէր, այդպես էր։ Այո, այդ նույնը։ Մեր սովետական պրոպագանդան էր, որ ասենք երբ սկսվեց ցեղասպանության հարցը բարձրացվել են ժամանակ, երբ որ Թուրքիան դարձավ իշքան գիտեմ ՆԱՏՕ-ի անդամ, եւ արդեն այդ սովետական մեքենան սկսեց մեր մեջ այդ հայրենասիրությունը, այսպես բարձրացնել, սկսեցին այդ պաթոսային բանաստեղծությունները, Արևմտյան Հայաստան տերմինը, բայց հիմա փաստացի ես նորի որ տեսա։ Այդ սա քանդեց։ Ինչպես։ Դա էլ քանդեց մեր երկիրը հարգելիս, հենց այդ մտածելակերպը։ Ահա Եվ դրա համար հիմա կարամ ասեմ, որ Արցախյան հարցը մի արնածոր վերք էր, որ միշտ արմը ծորելու էր, ու ծորելու էր մեր լավագույն զավակների արյամբ։ Դրա համար ես գտնում եմ, որ պետք է այս համակեցությունը, այս համակեցության ճանապարհը մեր երկու երկրներ ընդհանրապես մեր տարածաշրջանում այդ ճանապարհով, այդ ուղիով գնամ։ Ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են։ Բարի, շնորհակալ եմ զանգի համար։ Այլ ընտրանքը դա էլի ողբերգությունն է մեր։
Բարի։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ զանգի համար 747-474-44 ընկերներ, բավական զանգեր ունեմ, ոնց հասկանում եմ, լսենք մեր ռադիոլսողներին, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ, Սարգիսն է, ես ուզեի մի հատ բան էի ուզում, այտենց ասեի երևի ավելի շատ կապված Պուտին-Փաշինյան հանդիպման պահով, հա։ Այդ տպավորությունն հենց էր, որ ասենք ոնց որ մենք կարացանք ռուսներին ասենք, որ մենք ձեզի ասենք ոչի բանով պարկ չենք, էլի, ոչի բան պարկ չենք, ու մենք մեր այդ անկախություն կամ սուվերենություն ասացի որոշակի բաներ էլի ցուցանիշ էր, որ երևի ու Պուտինն էլ ոնց որ ինքը ափսոսա, որ այս Ղարաբաղի հարցը խոսքի մենք ճանաչել ենք բանի կազմում, հա, Ադրբեջանի կազմում ենք ճանաչել, որ ինքը լծակ չունի էլի ոնց որ մեր վրա ազդելու, տենց ասած, հա։ Ես այդպես տպավորություն ստացա, էլի ճիշտն ասած, այդ հանդիպումից էլի։ Միանշանակ ճիշտ եք Սարգիս ջան, ես էլ եմ այդպես կարծում, որովհետև քանի որ Ղարաբաղը պրոբլեմը Ղարաբաղյան ծնել է, սնել է եւ պահել է Ռուսաստանը, այդ էջի փակումը նպաստում է նրան, որ Ռուսաստանը դառնում է տարածաշրջանում անպետք։ Եթե տարածաշրջանում խաղաղություն կոնֆլիկտ չկա, ում վրա է զենք ծախելու, ում է շանտաժ անելու, ում բաների վրա է, հա, դիվիդենդներ հավաքելու կոնֆլիկտի վրա, բարձ է։ Մեկ էլ ոնց որ բան էլ էս որ Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում, իմ տպավորությունից որ աշխարհում սաղի քաղաքարտերն է խառն է իրար էլի, ասենք բռնացել Լուկաշենկոյից մինչև չգիտեմ բոլոր բաները, ասենք ով որ էս խնդրից մի քիչ ոչ թե չի պատկերացել երևի, որ այդպես բան հնարավոր է որ Հայաստանը կարող է Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում, իհարկե մեր համար շատ ցավալի է, որ մի հայի համար ցավալի չի, հա, այս Ղարաբաղի կորուստը որ սենց եղավ, սաղի սիրտն է ցավում է, բայց մեր հնարավորությունները ասենք էդ չենք կարա, ուրիշ բան չենք կարող, կամ պետք է մենք մնայինք ավերժական կոնֆլիկտի մեջ, սենց ասած, հա, 5 տարի մի քիչ պատերազմ չլներ, 5 տարուց հետո նորից մի հատ պատերազմ էր, նորից հազարավոր զոհեր, նորից լաց, նորից բան, նորից դավաճանների փրկնրտուկ, նորից ինչ։ Հիմա այս հարցը ոնց որ սենց է ստացվել, ոնց որ մի քիչ մենք շնչել Հայաստանը Ընդհատվեց կապը, ընդհատվեց։ Սարգիս ջան, շնորհակալ եմ զանգի համար, փորձեք նորից ընդհատվեց ձեզ հետ կապը 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարտն է։ Ընկերներ, սա մենակ Ռուսաստանի հարցը չի, ընդհանրապես կայսրությունները երբ որ հեռանում են, իրանք որպես կանոն իրանց հետևից թողում են կոնֆլիկտներ։ Դա համամարտկային ասեմ, համաշխարհային ասեմ, դա պատմության մեծագույն դասերից մեկն է։ Իսպանիան դա իսպանական թագավորությունը լինի, կայսրությունը լինի, ել չեմ ասում բրիտանականը, ռուսականն է, մենք այդ Ռուսաստան քաշվածն ենք։ Երեք էին կարծեմ խոսում։ Մերձավոր Արևելքը։ Մերձավոր Արևելքի արյունահեղությունը, որը շարունակվում է տասնամյակներ ու տասնամյակներ, այն է պատճառը, որ Բրիտանիան, այնտեղ Ֆրանսիան է գործոն ուներ, բայց հիմնականում Բրիտանիան սահմանները գծեց Լոնդոնում առանց հաշվի առնելու տեղանքի, տարածքի առանձնահատկությունը, թե ինչ վիճակ է տարածքում։ Այնտեղ գծեց, էսի կլինի, էսի Սաուդյան Արաբիա կլինի, էսի Քաթարը կլինի, էսի Արաբական Միացյալ Էմիրությունները կլինի։ Ես այս վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների հարցն եմ, պատմությունն եմ քննարկում։ Եթե անկեղծ ասեմ, շատ գործնական բան կա, էլի, կարող մտածում եմ անգամ տեղափոխվելու մասին, բայց այդ մի հատ ուրիշ պատմություն է։ Բան էի կարդում, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Քաթարը մի էմիրություն պիտի լիներ։ Եթե քարտեզով նայեք, Քաթարը, պետություն Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները պիտի մի պետություն լինեին։ Բայց քանի որ էմիրությունները շատ նավթով է հարուստ, Քաթարն էլ շատ գազով է հարուստ, աշխարհի ամենամեծ գազային ռեսուրսներից մեկը ունի Քաթարը, Բրիտանիան ով որ գծում էր սահմանները եւ հեռանում էր տարածաշրջանից, վախեցավ, որ մի երկրում կլինի նավթի եւ գազի հսկայական պաշարներ։ Այդ միջանցքը վզիկա կոչվում է, այդ հատվածը պետական տվեց Սաուդյան Արաբիային, որոնք կոնֆլիկտի մեջ են երկուսի հետ էլ, որ Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանային
ցամաքային գից չունենան իրար հետ։ Մի հատ քարտեզով որ մոտիկացնենք, ես իմ ասած չեմ կարող բացույց։ Մի հատ տեսեք։ Եվ էլի շատ ու շատ հարցեր։ Նույն այդ Անգլիա կեղտեր, անգլոսաքսոններ։ Պաղեստինի հարցը, էլի Հրեաստան եք ուզում ստեղծեք, Իսրայել եք ուզում ստեղծեք, օքեյ։ Կիսեք, ճանաչեք եւ տեր կանգնեք այդ բանին, Պաղեստինի։ Կամ մինչև այդ West Bank կոչվածը, հա, արևմտյան ափը, որ բան եք անում, տալիս եք։ Դուք չեք մտածում, թե ինչ ազգերի, ինչ բախում ա լինելու, որ հնարավոր չի համակեցություն իրար հետ։ Սա շատ հիմա մի առանձին դասախոսություն ա պետք սրա մասին կարդալ, բայց դա կայսրությունների մոդելն է։ Պրոբլեմ թողնենք տարածաշրջանում, որ մեր ներկայությունը պահենք։ Որ սրանց հետ պրոբլեմա, վայ գանք սրանց օգնենք, վայ նրանք ասեն, գնանք իրանց, նույնը Ռուսաստանն է արել։ Մենակ հարավային Կովկասի մասին չի խոսքը։ Ինչի կենտրոնական Ասիայում տենց չի։ Ոնց է գծե սահմանները։ Խորհրդային կամ նույն Ուկրաինայի հարցերի կայսրության պրոբլեմ չի։ Իրար մեջ, օքեյ, Ղրիմը սրան կտանք, Դոնբասեինի կլինի, հետո Ուկրաինան սենց կլինի, երկրորդ աշխարհամարտից հետո Հունգարիայից ու Լեհաստանից ինչքան մաս տվեցին Ուկրաինային, Մոլդովա պետությունը Բեսարաբյաններ ստեղծեցին, էլի, ես մոլդովացիքին հարգում եմ, կարգին ժողովուրդն շատ ծանոթներ ունեմ, բայց էլի ստեղծեցին։ Բայց այդ կայսրության ձևն է էդի։ Աշխարհով մեկ է տենց։ Անգլիան ու Ռուսաստանը փայլուն օրինակներն են այդ։ Բաժանիր որ տիրեսն է, դա նոր ինչ որ ձևաչափ չի։ Դրա համար իմ կարծիքով այս հարցի մեր ցավերի մասն եմ խոսում, այս հարցի լուծումը ինչքան չեզոքանա Ռուսաստանի քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, թող լինի տնտեսական։ Դες արդեն սպառնաց Պուտինը։ Արդեն Կրեմլում դեռ ոչ մի խնդիր չկա մեծ հաշվով, արդեն սպառնաց։ Գնում եք բան, Եվրոպայի կուզում, Եվրոպայի հետ խաղեր եք տալիս, օքեյ, $600 ա լինելու գազը։ Վերջ, ասեց մարդը։ Մենք կտեսնենք, մենք երբ որ որոշում կայացնելու լինի, հայ ժողովուրդը կորոշի ընտրություն բան։ Դե բա ոնց։ Բայց դա աշխարհի բան է։ Դրա համար հույս ունեմ, ես հույս ունեմ։ Երբ որ Իրանում վիճակը կնորմալանա, երբ որ Իրանում կստեղծվի այնպիսի մի վիճակ, որ փոխվի կամ ավելի ոչ ռադիկալ ուժեր կլինեն, մենք գազը հաստատ Իրանից մեր ապահովությունը կպահենք։ Ես վստահ եմ, որ հարաբերությունները նորմալանալուն պես Ադրբեջանի հետ էներգակիրների հարցը նավթի գոն, այդ բենզին, նավթ, սալարկաբան, այդ վառելիքի հարցերը հաստատ տեղից կլուծվի։ Ես վստահ եմ, որ այս մոդուլային կայանները լուծվելով եւ մեքենաների բումա էլեկտրական Երևանում, այս հարցերը ավելանալով, մենք մեր հարցերը կլուծենք ու մենք միակողմանի չենք կախված լինի Ռուսաստանից։ Հիմա դժվար է։ Հիմա շատ դժվար է։ Ես հասկանում եմ։ Այդ կան մի երկու ռո գլուխներ, կներեք արտադրության համար, փակեք Ռուսաստանից բանը, կտրեք կապերը, խզեք, այս բան, դուք խելքներդ հացի հետ եք կերե։ Շատ ճիշտ է անում իշխանությունը։ Մենք ոչ մի խնդիր չունենք, ասում եմ։ Մենք դուք սեպ եք խրում մեր հարաբերություններին, մենք բարեկամական ենք։ Լրագրող կեղտոտ այդ բաները ասում է Ռուսաստանի հետ վատ հարց է տալի, մեկը ասում է ես ես այդ համաձայն չեմ, Փաշինյանն ասում, որ Ռուսաստանը թշնամական երկիր է։ Ռուսաստանը մեր խոր բարեկամական երկիր է։ Բա տենց բա ղեկավարը կարող ասի հա ճիշտ եք ասում թշնամի է, որ ինքն է EPS բորշը։ Բա երկրի ղեկավարը տենց դուք այդքան տուպո եք, հա, լրագրողներ։ Հիմա ուրիշ բառ եմ ուզում ասի, եթե բա դուք այդքան հիմար եք, որտեղ փողոցից են ձեզ հավաքի բերել, որտեղ լրագրող չեք։ 2 կոպեկ տվել են, ասել են կարած գնաց խառնես, ասել է հա, աղաղվես գնացել է։ Լրագրողը եթե գնա 5 տարի ինստիտուտ սովորի, չի հասկանար, երկրի ղեկավարը, ով որ կիսա պատերազմյան բանի մեջ է, ամբողջ էներգակիրները Ռուսաստանից է։ Ես ոնց կարամ գնամ նենց հարց տամ, որ ակնկալեմ, որ երկրի ղեկավարը այդ երկրին կասի թշնամական երկիր, որն էլ միանգամից պրոբլեմներ ստեղծի ավելի լուրջ։ Բան չենք ասում պրոբլեմի մեջ ենք։ Դու պատկերացրես Փաշինյանն էլի ասի, հա ճիշտ եք ասում, թշնամական երկիր է, բա ինչ է, բանը Իսկանդերը չտարակեց, Ղարաբաղի անկախության այդ ինչ էր կոչվում, անվտանգության հարցերը չլուծեց, խաղաղապահները ադրբեջանցիների հետ խաղեր էին տալիս,
եկան ջերմուկը տրակցրին, դիմեցինք հապկի, 3 ամիս չէին բանանում, որևէ գործողություն անում։ Այդ բարձից էլ բարձը։ Սկզբից ասում, չէ, խնդիր չենք, տակից այո, հապկը սարասնում ենք, վայ, մենք եղբայրական ժողովուրդներ ենք, բան, նիստերի չի գնում, ոնց, մենք խնդիր, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, բան, ռուսական որևէ այնտեղ ժողովա չի մասնակցում, պատվիրակություն չի ուղարկում, բայց այդ դիվանագիտությունն է, բայց քանի որ այդ մարդիկ վատ լրագրողներ են, այդ լրագրողները քանդին, լրագրողներն ու մտավորականներն են այս երկիրը քանդել, անգրագետ, անհեռատես, զորբա, վաճառական 2 կոպեկ փոխտուկ ծախվի յուրաքանչյուրին։ Հիմա այդ բաների փողատերների լրատվականները աչուձախ կադրեր են առնում, աչուձախ, այս մի հատ լրագրողների խումբ կա Facebook-ում, մեկ դե այդտեղ գործի բերումով որոշ նյութերապետ նայել, մեկի հեռախոսահամարն է պետք ճշտել եւ այլն, Facebook-ում տես փակ խումբ կա, կոչվում է լրագրողների փակ խումբ։ Հավաքվում ենք, բան։ Բոլոր այդ fake կայքերը փնտրում ենք լրագրող, փնտրում ենք էսի ինչ, փնտրում ենք էս, որովհետեւ բոլորը պատրաստվում են այս մեծագույն արճակատմանը, մեծագույն պատերազմին։ Պոզները մի հատ լավ բան էր ասում է 96 թվականին, երբ որ Ռուսաստանում փորձում էին օլիգարխիայի ձեռն էր բարձր Ռուսաստանը, այդ բոլորն են գիտեն, Բերեզովսկին տնօրինում էր բոլոր մեդիաները, հիմնական ֆեդերալ ալիքները, RTR-ը, ORT-ն, NTV-ն, NTV-ն Գուսինսկինն էր, RTR-ը, ORT-ն, հիմնականում մեծամասնական փաթեթով ORT-ն Բերեզովսկու ձեռն է, ասում էր ոնց էր մեդիան ուռճացնում Ելցինին, մեծացնում, 3-4% էր Ելցինի ռեյտինգը, 91-ից հետո 96-ին խայտարակ վիճակի մեջ էր, եւ ասում է բոլոր հարցումները, Լևադա ցենտրը, մյուսը ասում էին, որ հեղափոխություն է լինելու, Զյուգանովը գալու է իշխանության, են կոմունիստները։ Եվ մեդիան ոնց 2 ամսվա ընթացքում կարողացավ ապահովել Ելցինի հաղթանակը 96 թվականին։ Հիմա այդ նույն քրիածին տարերն են Հայաստանում, ճիշտ է, հիմա դարը փոխվել է։ Հայաստանը բացառիկ այն երկիրն է, որտեղ ընդդիմության մեդիան ավելի շատ, քան իշխանական, հասկանում ես։ Հայաստանը այդ առումով էլ է բացառիկ երկիր, ու էլի էս իշխանությունն է արել։ Տենց բան չկա աշխարհում, որ այս լինել չլինելու կռվի մեջ ընդդիմության մեդիան եւ ընդդիմության հարթակները, գովազները ավելի շատ լինեն, քան իշխանության։ Ու հիմա այն մարդիկ նույն Քոչարյանը լինի, բան, թող մի հատ հիշեն, քանի հատ ընդդիմության ալիք կար իրանց օրոք, որ հիմա ասում են, բան ասա, 37 թիվն է, արդարության բաստիոնը ճակերտների մեջ եւ այլն։ Քանի հատ հարգելի պարոնայք, քանի հատ ընդդիմության մեդիա կար, մի հատ Ամեկ+-ներ ոտերը ջարդեցիք, տնօրենի ալիքը փակեցիք, Լևոն Տեր-Պետրոսյան անունը եթերում տալ չէր կարելի, անունը տալ չէր կարելի։ Այսօր բանը կանչում է, մտնում է եթեր, ասում է կանչում եք չեն գալի։ Ամեն մեկը որ խոսում է, ցանկացած ընդդիմության առաջնորդ, Սամվել Կարապետյանը կլինի, հիմա չէ, Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը լինի, Սերժ Սարգսյանը լինի, ովքեր որ հիմա խոսում են մեր ընդդիմության բաները։ Մի հատ տեսեք իրանց դիմացի միկրոֆոնները, լոգոները, սա իրանցն է։ Մի հատ հմեկ է, մնացածը սա իրանցն է, ինչ միկրոֆոն կա, սա իրանցն է։ Իրանց մեդիաներն է, որ իրանք ֆինանսավորում են, իրանք ցանկացածը 160 ժամը կլինի, Հայլինան դե բաները, այդ ինչեր կան, դե Երևան ԹԴ-ա, բոլորը մի խոսքով ինչքան կա։ Ես իմ ինչ լուր, իրավունք, անունները հստակ չեմ կարող տամ, իրավունք նեթեր, իրավունք կոմեր, լրատվական, ես իմ ինչը, բոլորը լոգոները, բոլորը իրանք են։ Էլ չեմ ասում բոլոր ալիքները։ Ում է պատկանում Շանթը, ում է պատկանում Կենտրոնը, ում է պատկանում Արմենիան, ում է պատկանում Երկիր մեդիան, ում է պատկանում H2-ը, ում է պատկանում Armnews-ը, բոլոր ալիքները ում է պատկանում։ TV5-ը, բա դու ասում եք 37 թիվն է։
Առանց ամաչելու ասում եք 37-ին, նա ձեր օրոք ընդդիմության անուն չէր կարելի տար եթերում։ Սաղ իշխանական էր։ Բոլորը ես բանում եմ Երևան լրատվականում եմ աշխատել։ Իմ առաջին քայլերը մեդիայում եղել է Երևան լրատվականում, իշխանական հայտնի падգամավորի ալիք էր, հանրապետական կուսակցության կարկառուն մեծ գործարար եւ այլն, ովքեր գիտեն։ Մինչև նախագահականից չէին զանգում լրատվականի բաժնի պետին, չէին ասում ինչ ասի, չէինք կարա մենք ասենք։ Հիմա ասենք, Նոր Հայաստան հեռուստաընկերության տնօրենն եմ ես։ Ունենք լրատվական, մեր update լրատվականը։ Մեկը կարա մեզ զանգի ասի, էսի մի ասա։ Իշխանական լինի, ընդդիմադիր, մեկը կարա զանգի հիմա ասի, սա եթեր չտակ, կամ սրա մասին խոսեք, մենք ենք որոշում, մեր խմբագիրը, մեր լրատվական, մենք ենք որոշում։ Ինչ ասենք, ինչ չասենք։ Ու մեզ չեն գա տուգանեն, չեն գա տերորի ենթարկեն, չեն գա ոտերներս ջարդեն, բայց այդ մարդիկ, ովքեր հիմա ընդդիմա խոսում են, իրանք այդ պրակտիկա ունեն, լրագրողին գնդակարում էին տանդեմը, սպանում էին։ Չի եղե։ Չեն, ոչ մեկին չեն ծեծե, չեն սպանե, լրագրող չի գնդակարվե, շատ հայտնի մի հատ կար, որտեղ մի բան պիտի չասեր եթերում ասեց։ Բայց 37-ին նա։ Մեկն ու մեկը ընդդիմության լրագրողը կարար խոսեր ղեկավարի հետ տենց, հեգնանքով, ընդհատելով, մուննաթով, սենց միասենց դեմքով։ Կարար։ Օրը 2 հատ ասուլիսի կարայիք մասնակցեիք, ընդդիմա դտմիկներ, կարայիք մասնակցեիք, գնայիք։ Այդքան ակրեդիտացիա կտային, այդ բեյջերը կտային, որ րոպեն մեկ բարձրանայի կառավարության շենք վարչապետին ինչ հարց ուզեիք տայիք։ Մտնեիք հետը բանախոսության։ Վարչապետը եկրի ղեկավար ասեր լռեք մի րոպե։ Չեմ լռելու, ասում լռեք մի րոպե ու 10 ժամ։ Էդ էլ մի բան չի։ Այսքանը հոգնեցի հաստատ։ Գնում եմ հանգստանալու շաբաթ կիրակի, հարգելի բարեկամներ, իհարկե այստեղ ասում են, բա ուրբաթ է, մի բան չես կարդա։ Եկեք մեր հարգելի գործընկերների ծանոթությունները լսենք։ Այդ ընթացքում մի բան կփորձեմ գտնել եւ ընթերցել առանց ավանդույթները խախտելու։ Բարի։ Դա ինչպես եւ պայմանավորվեցինք։ FM 107 եւ 5 HD 3 Եկա հարգելի բարեկամներ, բարի օր, բարի լույս, բարի երեկո, ովքեր միացել են մեզ, ուղիղ եթերը շարունակում է, սա յուգա ուղեղի համար նախագիծն է եւ ինչպես եւ խոստացել էի, իհարկե ամեն ուրբաթ մեր եթերը ավարտվում է հայ-ամերիկյան օրագիրը գրքից մի քանի տողընթերցմամբ եւ այսօր եւս բացառություն չէ։ Կարդամ մի հատված դες համար ու հանկարծ մենք սկսեցինք կարդալ, ընթերցել։ Կարդալ ոչ թե ինչ-որ գրեհիկ, անտաղանդ եւ վերջապես ապուշ տեքստ էր, այլ գրեթե գեղարվեստական գրականություն։ Շատ տարիներ չեն անցել այն օրից, երբ օգտատերերը խնդրում էին, որ տեսանյութեր պատրաստեմ ու իրենց փոխարեն կարդամ գրածս։ Երևի կհիշեք մի ժամանակ այդպիսի մի շարք էի անում։ Հետո մենք աճեցինք ու միասին հասկացանք, որ կարդալը ավելի գեղեցիկ է։ Ես հատուկ չեմ շեշտում բառերը, ես չեմ ընտրում արոգանությունը ձեր փոխարեն։ Օրինակ քիչ առաջ աճեցինք միասին բարակապակցությունը 2 անգամ կարդացի, չէ՞։ Հասկացաք, որ ստորակետ կա դրված, սա է ինտերակտիվ գրականությունը։ Ես տալիս եմ միտքը, գաղափարը, մեկնաբանում եմ էությունը, որ արդեն յուրաքանչյուր ընթերցող ներկում է արդեն իր հոգու գույներով։ Ոմանք վերցնում են սևը եւ մտքերը սպղծում են, ոմանք ջնջոցով սրբում են բառերս, իսկ ոմանք էլ վերցնում են իրենց են տանում։ Տարեք, իհարկե, անուշ լինի։ Բա ոնց։ Բա այդ ստեղծագործողի առաքելությունը հավաքագրել հասարակության մտքերը եւ ֆիլտրել, վերաշարադրել, ասել այնպես, որ կարծես ամեն մեկի միտքն ես կարդացել։ Իսկում չեն հուզում հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնում եմ եթերներից, քաղաքականությունից մինչև արվեստ, պատմությունից մինչև մարդկային փոխհարաբերություններ, բարդ աշխատանք է ենթերը, շատ բարդ։ Հաճախ
համեմատում եմ Երուսաղեմի լացի պատի հետ, երբ հավատացյալները գալիս են, խոսում են խնդիրներից, իսկ դիմացը միայն լուր անձայն սառը պատն է։ Հաճախ եմ եթերի ժամանակ մտածում, թե ով է հենց հիմա լսում եթերս կամ կարդում գրածս, ինչ է մտածում, ինչպիսի ճանապարհ է նա անցել, ճանաչում ենք արդյոք իրար, դիպչում եմ արդյոք նրա հոգուն թե ոչ։ Մայրս ասում է, որ ես շատ բարդ եմ գրում։ Ես էլ հակադարձում եմ, որ հայերի մասին գրելը հեշտ բան չէ։ Ախ, եթե դուք գիտակցեիք, թե ինչ ոչրագործություն են իրականացրել մեր այսպես կոչված մտավորականները, գոնե այս դարերի ընթացքում։ Իհարկե ոչ բոլորը, բայց մեծ մասը, թե որքան երես է մեզ տվել, որքան են մեզ գոռոզացրել, լճացրել, ստրկացրել, ես այս ամենին բարոյական հաղթանակների դափնիները տվել։ Մեզ ոչ մեկից չգերադասելու որդու պատգամը, Գիքորի համբերությունը, ծաղիկ կովի պես քարշ են տվել մեզ ձորերով, անեծքով աղոթած աղը արդեն բերաններս էին լցրել, որ պետք է զարկեին գետնին, մինչդեռ մենք կանգուն ենք մեր լեռների պես, եւ միայն այստեղ բարձրիկ Սևանում երկինքը իր ջինջ պատկերն է հանում, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Այս տասնամյակների ընթացքում բազազ արտեմները հասան կառավարություն, զիմզիմովները ազգային ժողով։ Ինչպես կարող էր մեր ազգային գլխավոր վեպը Ռաֆու Սամվելը քարոզել ծնողասպանություն, այն էլ հավատի հողի վրա։ Ինչու պիտի ասենք Գարսիա Մարկեսը, կոլումբիացի է, մեքսիկացի է, Գարսիա Մարկեսը խոսի համամարտկային V բարձրագույն գաղափարներից, համամարտկային արժեքներից, որոնք վեհացնում են մարդու հոգին, իսկ քրիստոնյա հայ ժողովուրդը իր ազգային վեպում պիտի քարոզի ծնողասպանությունը։ Էլ ինչպես ես բացատրեմ Բալզակ կարդացող ֆրանսիացուն, որ մայրս կրակապաշտ էր, կամ Հեմինգուեյ կարդացողին ինչպես բացատրեմ, որ աղթամարը, հասկանում եք, աղթամարի պատմությունը։ Լավ, ոնց ասեմ, որ գիշերը տղան լողանում էր, կտրում էր լիճը, իր սիրած աղջկան որպեսզի տեսնի, որովհետև ծնողները չէին թողնում որ հանդիպի։ Ախ, ընդհանրապես այս հերոսի, այս պատումի իսկական հերոսը հենց այդ տղան է։ Տղան է աղթամարի մեջի պատումի հերոսը, ում անունը չգիտենք։ Ես էլի կանայք են արել։ Տղեն է հերոսը, որ խցվել է, լողացել է, գնացել է, հանուն սիրած աղջկա, բայց անունը չգիտենք։ Թամարին բոլորը գիտեն, բայց գնացել է մարդի, ունեցել է որդի, չասեմ էլ ինչ։ Իհարկե Շեքսպիրյան Ռոմեո եւ Ջուլիետը եւս հետաքրքիր սիրո պատմություն է, բայց դե մակարդակ, հասկանում ես։ Վեհություն է։ Իդեպ ություններից ամենահաճախ հանդիպող վերջածանքն է ություն։ Ընդհանրապես մենք ություններից շատ վատ ենք, շատ վատ։ Դատեք ինքներդ, արդարադատություն, նախագահություն, կառավարություն։ Եթե չեք ուզում քաղաքականացնեմ, չեմ քաղաքականացնի, խնդրեմ, ասեմ, նույն վիճակն է, ճարտարապետություն, շինարարություն, գրականություն, խայտարակ վիճակ է։ Միակ ությունը, որտեղ փայլում ենք եւ չենք հանդուրժում մրցակցություն, դա ցեղասպանությունն է։ Երկրորդ տեղում չուզողությունը, բա ոնց։ Եվ ում էլ աշխարհը մի քիչ ճանաչում է, իսկ աշխարհ ասելով նկատի ունեմ հիմնականում հետխորհրդային երկրները, որովհետև սովետի օրոք է ապրել եւ Բաբաջանյանը, եւ Խաչատրյանը, եւ Համբարձումյանը, եւ Փարաջանովը, իսկ Շարլն էլ պատմությունը լրիվ ուրիշ ձևով է տարել։ Շարլը այդպես էլ շաղնուր կմնար, եթե Ֆրանսիայում չծնվեր։ Հասկանում ես։ Փարիզյան սրճարանները նրան ստիպեցին թաշկինակով սրբել բարակ ձեռքի մատները ու երգել լա բոեմը, այդ Ֆրանսիան արեց, թե չէ մեզ մոտ մեծանար, ասենք Չարբախում, ամենայն հարգանքով իհարկե, ամենայն հարգանքով, բայց ամենայն հավանականությամբ նույն թաշկինակը պարելուց կգցեր վզին, որպեսզի քրտինքը քաշի ջանը ու պար կգար, ձորի ռեստորաններից մեկում, անամոթություն, բայց ճշմարիտ է նաև այն, որ այնտեղ, որտեղ չկա ություն, այնտեղ միշտ հաջողում ենք։ Օրինակ, շախմատ, ծանրամարտ։ Բա շինարար ժողովուրդը ցեմենտ բետոնը իր շենքերի ֆունդամենտից կգողանար, բա շինարար ժողովուրդը իր պատմամշակութային շենքերը կքանդեր, բա կոմիտաս ծնած ազգը կլսեր կամ Բաբաջանյան տված ազգը կլսեր, այս միլիոնավոր դիտումներ հավաքած այս այլանդակ երկերը։
Բա Երխուշտա ունեցող Քոչարի պարող ժողովուրդը այս ձևով պարկը գար, աչ ձեր ձախվոտ տաշի գորալով։ Դոլյա, հա, այս երկերի տակ։ Ոչ, սա Դոլյա նոտան չի, սա Դոլյա Վարավսկայան է, ոչ թե Դոլյա, այլ Դոլյա Վարավսկայա։ Եղավ քեզ։ Բա Փարաջանով տված մարդը այսպիսի սերիալներ կնկարեր, Ներսիսյան տված ազգը բազմոցին նստած այս տեսարանները կներկայացներ, Թամանյանից ամաչեք, Թամանյանից։ Այս ինչ արեցիք Երևանի հետ, շինարար ժողովուրդ, հա, որ մեկն ասեմ, որ մեկը։ Եվ ամենացավալին գոնե ինձ համար, բա 700 տարի պետականություն երազած ազգը այսպիսի պետություն կկառուցեր, հա, պետականություն, մոռացել էի, մենք ություններից վատ ենք, դե, գնացեք մտածեք այդ ուղղությամբ։ Այսքանը, հարգելի բարեկամներ,